քաղաքապետ եք դուք, պարոն Փամբուխչյան, ասեք չենք կարող խոսել։ Շրջան, ես եկել եմ նիստի հավաքանում, այնտեղ կհամապատասխան մարմին չէ, որ ձեր քաղաքականությունները Հակակոռուպցիա։ Բայց դուք տեղյակ չեք։ Պարոն Հովհաննիսյան, ինչպես է ստացվում, որ շաբաթը մեկ անգամ քաղաքապետարանից կաշառքի համար պաշտոնյա են տանում։ Քաղաքապետարանում կաշառակերներ են աշխատում։ Երևանի քաղաքապետարան 15,000-20,000 մարդուց ավել ապրում, երևի 2018 թվականից ի վեր մենք ապրում ենք օրինական երկրում։ Եվ հետևապես բոլոր այն մարդիկ, ովքեր որ չեն դա հասկանում, ես զբաղվում եմ տարբեր գործունեությունով, իրանք պատասխան։ Վերջին մեկ ամսում են կաշառակերները Եթե ապացուցվելու է, վերջում իրանք մեղքը։ Այսինքն եթե նախկինում չեն եղել ձերբակալություններ եւ չեն եղել նման իրավական, չգիտեմ, իրադարձություններ, սա նշանակում է ուղղակի այդ դեպքերը չեն զբաղվել, չեն բացել։ Այսինքն կոծկել են, պարոն Հովհաննիսյան։ Ով է կոծկել։ Ով է որ այն ժամանակ Ձեր հակակոռուպցիոն կոմիտեն է ուրեմն կոծկել։ ասում 2018 թվականից առաջ։ 18 թվից հետո վերջին մեկ ամսում բացահայտվեց, որ քաղաքապետարանում կոռուպցիոներներ կան։ Դուք հիմա ուզում եք իմ հետ բովանդակային զրույցներ։ Այո, չմտնեք։ Հրապարակ։ Դուք հրապարակից եք։ Հիմա խնդրեմ ասեք ձեր հարցը պատասխանեմ, բայց ձեր հետ խոսք։ 2010 ես ինչ ասեցի։ Այո, ասեցիք միջև որ հիմա բացահայտվում են նման դեպքեր եւ ավելացել է, որովհետեւ 2018 թվականից հետո իրավական համակարգը այլ կերպ եւ այլ տրամաբանություն։ վերջին մեկ ամսում է ակտիվացել, պարոն Հովհաննիսյան։ Վերջին մեկ ամսում այս դեպքը ըստեղ տեղի ունեցավ, այո, տեղի։ Բայց դրանից առաջ Շենգավիթը, դրանից առաջ Արոյան ենք։ Առաջ էլ է եղել եւ ես էլ եմ ասում, Երևանի քաղաքապետարանում լուսնից չեն իջում մարդիկ, Հայաստանի Հանրապետությունից են 15,000-ից 20,000-ից ավել մարդ ունենք բոլոր տեղերով եւ այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում, որ պետք է աշխատել օրենքով եւ թափանցիկ եւ կաշառքով չզբաղվել, պարբերաբար Երևանի քաղաքապետում եւ այլ Հայաստանյան այդ կոռուպցիան ավելի վերևում է եւ մանրցիկներին է բռնում։ Ես չգիտեմ շատ հաճախ ինչ է խոսում։ Ես էլ ձեզ ուզում եմ ասել հետևյալը, որևէ մեկին քաղաքացիական պայմանագիրը կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի գործով են զբաղվում, կամ ինչ-որ գործողություններ, իրանք պատժվում են, կամ եթե հետո պարզվում է, որ անմեղն այդ մարդիկ եւ օրինակ, չգիտեմ, չի բացառվում իրենց մեջ, ուրեմն հետեւաբար քաղաքապետարանում կոռուպցիա կա թե չի։ Քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա 2018 թվականից։ Դե հիմա եթե կբացահայտվի ներողություն, եթե կբացահայտվի, որ օրինակ ես չգիտեմ ում եմ սոցիալ-բակալը, ինչ պաշտոնի է։ Հասարակական կարգից երկու պաշտոն։ Ահա, հիմա ես չգիտեմ ինչ պաշտոնի են այդ մարդիկ։ Ես դեռ չեմ։ Օրինակ չգիտեմ, առաջատար մասնագետ են, գլխավոր մասնագետ են եւ այլն, հա։ Դուք չեք հետաքրքրվել։ Հարգելիս, ես հիմա ավականով իստեղ եմ զբաղված եւ ելի եմ ասում, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Ես կարծում եմ, որ դուք պետք է հետաքրքրվեք նախ եւ առաջ որպես լրագրող, հետաքրքրեք հավանաբար այդ հոդվածը կգրկվի։ Ես չեմ հետաքրքրվել, որովհետեւ իմ համակարգման ոլորտը չի եւ ես հիմա զբաղված եմ իմ համակարգման ոլորտով։ Բայց ամեն դեպքում դες հետաքրքիր չի, թե քաղաքապետարանում ինչ է կատարվել, ովքեր են, ինչի համար եք աշխատել։ Ասեցիք, որ տեղյակ եք, ասեցի ոչ, բայց դուք միևնույն ուզեցիք շարունակել, չէ՞։ Դուք ասեցիք 2018 թվականից հետո իրավապահ համակարգը բարելավել է, դրա համար են բացահայտումներ արվում եւ 7 տարի քաղաքացիական պայմանագիրն է իշխանության եւ հնարավորություն ուներ բացահայտել, օրինակ նախկինում արված է, եթե կային կոռուպցիոն դրսևորումներ, մենք նմանատիպ բացահայտումների շղթա չենք տեսել։ Սա խոսում է այն մասին, որ չի եղել կամ թե ձեր բարեփոխված իրավապահ համակարգը լավ չի աշխատում։ Տեսեք, ես ուզում եմ այսօր խոսել, եթե բովանդակային խոսում եմ Երևանի քաղաքապետարանի եւ բոլորը իշխանող գործով ես եմ զբաղվում։ Հիմա դուք հարց եք տալի, որի շուրջ կինոստեն եւ երկար խոսում։ Հիմա ինչ եք ուզում, ես մեկ գնահատական անդրամասով, ես կարծում եմ, այո, իրավական համակարգը միգուցե բացարձակ ճիշտ ու վրա դրված չէ, որտեղ կան դեռ շատ խոչընդոտներ, բայց մի բանը կարող եմ ասել հստակ, որ կոռուպցիայի դեր այսպիսի պայքար նախկինում չի անում։ Եթե դուք սա չենք կարող ընդունել, ես կարծում եմ, որ անիմաստ է մեզ այն։ Որովհետև եթե այս կետից այն կողմ մենք չենք ընդունում, օրինակ, որ ընտրությունները չի կերտվում։ Եթե մենք չենք ընդունում, օրինակ, ստեղ կա մարդ, ով չի ընդունում ընտրությունները չի կերտվում, ես չեմ ուզում շարունակել այդ խոսել, որովհետև կա պարզապես մի ճշմարտություն, որից հետո այդ մարդը պետք չի խոսի։ Գյումրիի դեպքը տեսանք, պարոն Հովհաննիսյան, Գյումրիում եղան կեղծիքներ։ Հարգելիս, ես ուշադիր տեսնում եմ ձեր հեռախոսը, բայց մի վարքյան չընդհատեք էլի։ Եթե էլի մարդ կա ստեղ, որ ասեք չի ընդունում, որ աննախադեպ նաև կոռուպցիայի դեմ պայքար է գնում եւ այդ թվում բոլոր գործերը գտնվում են ամենաբարձր
մակարդակի ուշադրության ներքո նույնպես պետք է շարունակել։ Բայց այնտեղ ձեզ չի մտահոգում, հա, որ այսքան շատ է այս կաշառքի դեպքերի Հարգելիս, իհարկե մտահոգումը բոլորին։ Եվ այս ամեն ինչը ունի մի նպատակ, որպեսզի կանխի, այսինքն մարդիկ ի վերջո պետք է հասկանան, որ եթե 1, 2, 3, 4-5 ընդհանրապես պետք չէ զգործել զբաղվել, որովհետև վերջում միշտ լինում է խնդիր։ Եվ այս դեպքով նույնպես, եթե վերջում կբացահայտի մեղքը, չգիտեմ, կհասկանանք, որ տվյալ, չգիտեմ, կաշառքը եղել կամ ինչ ա եղել, եմ ասում, ես չեմ կարող մեկնալ բանը, ես չունեմ ինֆորմացիա, համապատասխան մարմիններն է զբաղվում։ Սա նույնպես մարդկանց պետք է եւս մեկ անգամ սթափեցնի բոլորին։ Հիմա այդ մարդը կլինի Երևանի քաղաքապետարան կամ մասնավոր կլինի կամ լրագրող կլինի, կապ չունի, ոչ մի չի նման բան։ Համակարգային կոռուպցիան, որը Համակարգային կոռուպցիան դա երբ որ վերևից ներքև մարդիկ վերևից ներքև իրար գումար են փոխանցում եւ բոլորն են թաթախված, ասած բարձր պաշտոն։ բայց որ ամեն ամուսին կարող ամեն դեպքում բարձրի։ Դե հիմա այս հարց եք տալիս։ Ես կարծում եմ, որ չի բարձրել, որովհետեւ այսքան ժամանակ բոլորը ուշադրության կենտրոնում են։ Ես կարծում եմ, որ գործը հենց կոռուպցիոն բուրգ չի։ Կոռուպցիոն բուրգ չի, անեթի գործի գնահատականով կան իրավական որոշակի։ Դե հիմա տեսեք, անեթի գործով ես որպես քաղաքապետ Չէ, ձեր անեթի գործի մասին, ներողություն, անեթի գործի մասին համապատասխան մարմինները վերջացնում։ Վերակին չեք, զբաղվում է, չէ՞։ Արդյունք չի տվել։ Հիմա եկեք ես չմեկնաբանեմ, երբ որ վերջում սրա մասով համապատասխան կառույցները, ովքեր որ լիազորված են զբաղվել, ինչ որ ի վերջո հայտարարություն կանեն, կամ մեկնաբանություն կանեն, կամ գործողություններ կտեսնեն։ Ես նույնպես որպես փոխքաղաքապետ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարդում եմ, համ լրատվականներում եմ կարդում, համ հայտարարություններ եմ կարդում, համ դատախազերծած խոսքեր եմ կարդում, բայց հիմա շուրջում սպասենք տեսնենք։ Որ հարց տամ, լավս կարծես Ձեր համակարգման դիմում բայց ուզում եմ տրամաբաներ լինել, այսինքն եթե հարց եք տալիս, այդ հարցի մեջ միանգամից դες բացասական պատասխանը չի։ Երևանի քաղաքապետարանի հետ պատասխանը։ Ես հիմա տեսեք, ես կարող եմ օրինակ ասուլիս անել եւ ձեզ բոլորից հրավիրել, ոչ թե այսպես, հա, այս եղանի շուտ հանգիստ նստենք եւ խոսենք եւ բովանդական խոսենք, որտեղ հավատացեք, եթե մենք դերերով փոխվենք, այսպես այս ֆորմատում կանգնած երբեք չի ստացվում։ Ճիշտ եք համարում, որ եթերում մարդ ծեծողը ի վերջո եւ նորմալ է ֆորմալ ձևաչափը, երբ պաշտոնյաները պատասխանում են լրագրողների Շատ հարցերին, լավ։ Հիմա եթե նորմալ է, եկեք պայմանակ ասած, հենց հիմա ինձ հարմար չի, որովհետեւ ես դուրս եկի այդպես մի հատ ազնական զանգ անելու եւ հետ գնալ։ Ես հիմա բավականոնիստը շատ լավ, բայց մենք ձեր համակարգման տիրույթը Եվ հարցը սկսեց հրապարակի գործընկերից, ասես տեղյակ եք, ասացի ոչ տեղյակ չեմ։ Նորմալ եմ համարում, այո, նորմալ եմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, որ պետք է բոլորը մեկընդմիշտ հասկանան, որ պետք չի նույնիսկ 5000 դրամ կոռուպցիոն տարբերակով վերցնել։ Համաձայն եք, չէ՞։ Ձեր համակարգման տիրույթում գտնվող ասֆալտապատման ոլորտը Իմ ասֆալտապատման տիրույթում չէ, այլևս փոխածվել է։ Իսկ Հալաբյանի գետնանցումը, անմխիթար վիճակում գտնվող Հալաբյանի գետնանցումը ձեր տիրույթում է համակարգման։ Գետնանցումը Հալաբյանի, այնտեղ եթե չեմ սխալվում, որոշակի բան են արել, բարեկարգման աշխատանքներ իրականացվել։ Այո, շորով առանձնացել են, փակտորով առանձնացել են, որ չերևա այդ անմխիթար վիճակը։ Հա, այդ շորով որ առանձնացել են Արփիջան։ Վստահ կարող ես լինես, ուրեմն այնտեղ ինչ-որ շինարարական աշխատանք են անում։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը տալիս ես եւ շփվում ես, ինքը պատկերացնում ես այդ հարցի պատասխանը, բայց այո, պատասխանեցիք ես։ Եթե շորով առանձնացնել ոլորտը հիմա ո՞րն է։ Ջրահեռացման Երևանի Ջրահեռացման համակարգը գալիս 10 րոպեանոց